Երբ որևէ բան իմ շուրջը փոխվում է, ես զգում եմ, թե ինչպես է հողը փախչում ոտքերիս տակից։ Ուրիշների համար դա կարա փոքրիկ փոփոխություն լինի, բայց ես ուղղակի կորցնում եմ ինձ։ Այս հայցով հաճախ են դիմում հոգեթերապիայի։ Մարդիկ, որոնք սիրում են ամեն ինչ նախապես պլանավորել, եւ այս ամենի հիմքում հաճախ ընկած է լինում ներքին անապահովության զգացումը, որ անձը սովորաբար ձեռք է բերում մանկության շրջանում։ Այդ կանխարգելելու, վերահսկելու, կառավարելու միտումով անձը կարծես հասկանում է, զգում է, մտածում է, որ կարող է վերահսկել իր կյանքում որևէ փորձանք, որևէ սպառնալիք, եւ երբ որ հանկարծ իր սպասումները, իր հաշվարկները չեն իրականանում, փոփոխություն է տեղի ունենում, ուղեղը դա բնականաբար ընկալում է որպես սպառնալիք, որովհետև ինչպես արդեն նշեցի, նրանք հիմքում ունենում են այդ անապահովությունը, որ եթե իրավիճակը փոխվեց, ես կորցրեցի իմ ապահովությունը, եւ ինչ է տեղի ունենում, ուղեղը դա ընկալում է որպես վտանգ։ Եվ ինչպես բոլոր դեպքերում, երբ որ ուղեղը ստանում է հրահանգ, որ կա վտանգ, նամանավանդ ամիգդալան, դա ընկալում է որպես վտանգ եւ սկսվում է արտադրվել համապատասխան հորմոններ, օրինակ ստրեսի հորմոնը, կորտիզոլը, ադրենալինը, եւ քանի որ իրականում վտանգ չկա, դա պարզապես կեղծ ազդանշան է, կեղծ հրահանգ է, մեծ քանակությամբ ստրեսի հորմոններ են արտադրվում եւ այդ հորմոնների մեծ արտահոսքը օրգանիզմ ոչ մի ձևով չի ռեալիզացվում, որովհետև իրականում չկա վտանգ, որ անձը հարձակվի, փախնի, ինչ որ ձևով ծախսի այդ մեծ քանակությամբ հորմոնների արտահոսքը եւ այդ մեծ քանակությամբ հորմոնների արդյունքում անձը սկսում է զգալ լարվածություն, սրտխփոց, այսպես չի կարողանում տեղը նստել, անդադ գնում է, գալիս է, շարժումների մեջ է, դառնում է լարված, երբեմն ագրեսիվ եւ այդ ամբողջի հիմքում, ինչպես արդեն նշեցի, հենց ընկած է այն, որ ուղեղը ստացել էր վտանգ, ստացել էր սպառնալիք իր համար պարունակող իրավիճակի ազդանշան։ Եվ ինչ մենք պետք է անենք նման դեպքերում։ Շատ կարևոր է, որ անձը կարողանա աշխատել իր վախի հիմնական արմատների հետ, որովհետև եթե մենք կարողանանք իրականում դուրս բերել հիմքային պատճառները մեր վախերի, մենք կկարողանանք այն կառավարել։ Ես ունեի մի այցելու, որը մանկության շրջանում ունենալով այդ անընդհատ փոփոխությունները, անկանխատեսելիությունը, որը իրեն անհարմարավետություն եւ շատ հաճախ անգամ ցավ ու վախ էր պատճառել, հիմա ամուսնացած էր, ուներ մեկ բալիկ, բայց ամեն կերպ փորձում էր կանխարգելել երեխայի կյանքում որևէ սպառնալիք։ Նա այսպես հատուկ ցանկ ուներ, որ երեխան շոկոլադ պիտի չուտի, երեխան, չգիտեմ, մսի այս տեսակը պիտի չուտի, երեխան այս ժամին պիտի քնի, այս ժամին պիտի արթնանա եւ ինչն էր այստեղ ամենացավալին, որ իր այդ պլանները, որով ինքը փորձում էր երեխայի կյանքը ավելի վերահսկելի եւ կառավարելի դարձնել, ամուսինը չէր, համակարծիք չէր այդ բոլոր կետերի հետ, շատ հաճախ նույն շոկոլադներ կերակրում, շատ հաճախ նույն ինչ որ չգիտեմ մսի տեսակներ կերակրում եւ մի դեպք վերջերս պատմեց, որ մեծ վեճ էր դարձել իր ընտանիքում, հանկարծ ամուսինը մի դանակով, որով նա միս էր կտրատել եւ իր ընկալմամբ ամուսինի այդ դանակը լավ չէր լվացել, բավարար լավ չէր լվացել, դրանով միրգ էր կտրել եւ տվել էր երեխային եւ չեք պատկերացնի նա ինչ հիստերիկայի մեջ էր հայտնվել իմ այդ այցելուն, նրանք ամուսիններով սկսել էին վիճել, ինքը ասում էր, որ ամուսինս չի հասկանում, չի համագործակցում իմ հետ, որովհետեւ դա նորից իր օրակարգի, իր երեխային մեծացնելու, երեխայի կյանքից վտանգը կանխարգելելու ինչ որ ռիտուալներ էր, որը նա փորձում էր անել, կանոններ էր եւ որը ինչպես արդեն նշեցի, ամուսինը չէր կիսում։ Եվ նրանք նույն մեծ վեճ էին արել եւ նույն բանի շուրջ է ես աշխատում իմ այցելուի հետ, որ մի պահ արի պատկերացնենք ինչ կլինի այդ փոփոխությունների հետևանքով, հա, ինչ կլինի, որ եթե դու որոշել ես, որ քո երեխան պիտի շոկոլադ չուտի եւ հանկարծ շոկոլադ է ուտում, ինչ կլինի, որ դու մտածում ես, որ քո երեխան այս ժամին պիտի քնի եւ այնպես է ստացվում, որ նա չի կարողանում այդ օրը այդ ժամին քնի, հյուրերեք ունենում կամ չեք հասցնում այդ ժամին տուն հասնել, ինչ կլինի։ Եվ հիմքում ընկած էր հենց այդ անապահովությունը, վախը, որ շատ վատ բան տեղի կունենա։ Կլինի մի բան, որը ես փաստորեն չկարողացա կանխատեսել, չկարողացա կառավարել, չկարողացա, չգիտեմ, իմ ձևով վերահսկել։ Կամ ունեի մի այցելու, որը շատ հրաշալի աշխատող էր, բայց ղեկավար էր փոխվել աշխատավայրում եւ նա շատ ագրեսիվ, տագնապային հոգեվի
հոգեվիճակում էր հայտնվել, որովհետև իր ընկալմամբ իր այդ վերահսկողությունը նա կորցրել էր, հա, կոլեկտիվում աշխատավայրում տեղի էին ունենում ինչ-որ իրադարձություններ, միջադեպեր, որը իր կարծիքով նա չէր կարողանում վերահսկել, չէր կարողանում կառավարել, եւ դրա պատճառով նա նորից հայտնվել էր այդ տագնապային լարված հոգեվիճակում, հաճախ լինում էին սրտխփոցներ, ձեռքերն էր սառչում, չգիտեմ, բերանում էր չորություն լինում։ Ընկերներ, ինչ եմ առաջարկում։ Եթե դուք զգում եք, որ ձեր կյանքում տեղի ունեցող փոքրիկ փոփոխությունների հետևանքով դուք տալիս եք շատ բուռն արձագանք, մի պահ կանգ առեք։ Ինչ կա այդ ամենի հիմքում, ինչ վախեր են թաքնված ձեր անվստահության, ձեր այդ փոփոխությունների հիմքում, ինչ մտքեր կան, մտքեր, որոնք ձեր մեջ առաջացնում են այդ վախերը, այդ անապահովության զգացումը, լարվածությունը, որի պատճառով ձեր վարքը այդպիսին է դառնում։ Իսկ ովքեր որ դուրս բերելով այս խնդիրները կցանկանան ինձ հետ միասին անցնել ամոկման վերակառուցման ճանապարհը, զանգահարեք 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք միասին կսովորենք արձագանքել ավելի հանդուրժողական փոփոխությունների նկատմամբ։ Մենք միասին կսովորենք ընդունել փոփոխություններ, կփորձենք ձևավորել նոր համոզումներ մեր մտքում, որտեղ երբեմն մենք ունենում ենք իռացիոնալ համոզումներ, որի հետևանքով մենք այս կամ այն հոգեվիճակի մեջ ենք հայտնվում։ Միասին կփորձենք ձևավորել այնպիսի հոգեկան պատկերներ, որոնք ձեր կյանքի որակը կբարելավեն եւ ամենակարևորը ձեզ խաղաղություն կտան։ Մի փորձեք ամեն ինչ վերահսկել։ Գործնականում դա հնարավոր չէ։ Ավելի լավ է ձեռք բերել հանդուրժողականություն փոփոխությունների նկատմամբ։